Երեխես արձակուրդի մեջ էր եւ պատերազմ սկսեց։ Երկու աղբերներով սահմանապահ զորքերում էին ծառայում։ Ռավոտ հենց պատերազմի լուրը լսեցին, կուսովել են։ Կուսովել են պատերազմի դաշտ։ Նույնիսկ չգիտեմ ինչ պայմաններում ազոհվել Կարոն։ Մեզ դրես հասես մամավի լավա չիմանաս ինչա կատարվել, ինչ պայմաններում ազոհվել, ինչի մեզ որ չգիտեմ։ Հոկտեմբերի 15-ին առավոտյան զանգել է, դրանից հետո զանգ չենք ստացել Կարոյից։ Մենք Հադրութից ենք, տեղափոխվել էի Գորիս արդեն։ Ամուսինս երեխեք եկան, որ Կարոն զոհվել է ամսի 17-ին։ Անցել պատերազմից ցավ բնականաբար չի մեղվել, բայց ինչպես է հաջողվում շարունակել կյանքը։ Ես միշտ ասել եմ, էլի եմ ասում, մենք չենք ապրում, ես չեմ ապրում, ոչինչ։ Ունեմ երեխեք իրանց համար, ժպտում եմ, իրանց համար եմ ապրում, երեխեքիս համար եմ ապրում, բայց ամենայն դեպս համարում եմ քայլող դիակներ ենք մենք։